Բարև ձեզ, սահմանադրական փոփոխությունների թեման շարունակում է լինել մեր ուշադրության կենտրոնում։ Այսօր ես թեմայի շուրջ զրուցելու եմ Լիլիթ Գևորգյանի հետ։ Բարև ձեզ Լիլիթ։ Լիլիթը Լոնդոնում գտնվող IHS Global Insight ընկերության ավագ վերլուծաբան է, հետազոտում է նախկին խորհրդային տարածքը։ Լիլիթ, խնդրեմ ասեք, արդյոք սահմանադրական փոփոխությունների պահանջ հասարակության հանրության կողմից կա Հայաստանում եւ ինչը կարող է ընկած լինել այսօր այդ նոր սահմանադրության նախագիծը հրապարակ բերելու հիմքում։ Սահմանադրական փոփոխությունների հարց եղել է ընդդիմադիր կուսակցությունների օրակարգում, բայց չեմ ասի, որ դա առաջնային խնդիր է։ Առաջնային խնդիրը թե քաղաքական ընդդիմադիր կուսակցություն եւ հատկապես ակտիվացած քաղաքացիական շարժման անդամների մոտ մնում է կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքականապես կախյալ դատարանների խնդիրը, տնտեսական թույլ իրավունքների հարցը, ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, այսինքն տնտեսական եւ իրավական կոռուպցիայի հետ կապված խնդիրներն են, որ ներկայումս գերակայում են այդ օրակարգը, չեմ կարծում, թե սահմանադրական փոփոխություններ կատարելը եւ անցում կատարելը նախագահականից պարլամենտական հանրապետության այդքան կարեւոր է այս բանը։ Այսինքն ճնշումը նման սահմանադրական փոփոխությունների դեռ չկար հասարակությունից։ Եթե ես համեմատեմ օրինակ Ուկրաինայի կամ Ղրղըզստանի հետ, որտեղ նման փոփոխություններ եղան, այնտեղ պահանջվեց գունավոր հեղափոխություններ, նման փոփոխություններ հասնելու։ Հայաստանում շարժում կա, բայց այդ շարժումը բոլորովին միտված չէր նման սահմանադրական փոփոխություններ կատարելու, որոշումը ակնհայտորեն ընդունվել է նախագահի կողմից եւ նրա կուսակցության կողմից։ Եվ ինչ կարող է լինել որոշման հիմքում։ Կուսակցության իշխանության հարատև ղեկավարումը։ Նախ ասեմ, որ առաջին հայացքից փոփոխությունները հատկապես եթե արևմտյան փորձագետների տեսակետից են նայում, ապա դրանք այնքան էլ վատ չեն երևում, որովհետև ի վերջո թե Հայաստանում եւ թե նախկին որոշ խորհրդային հանրապետությունում, օրինակ հատկապես կենտրոնական Ասիայում քաղաքական եւ տնտեսական խնդիրները հիմնականում կապվում են ուժեղ նախագահական համակարգի հետ, այսինքն բուրգաձև համակարգ, որտեղ ամեն ինչ կենտրոնանում է նախագահի եւ նրա շրջապատող էլիտայի ձեռքում, թե քաղաքական, թե տնտեսական ուժը եւ թե անվտանգությունը։ Այսինքն արևմտյան էքսպերտների տեսակետից փոփոխություն, որտեղ այս բուրգը կարող է մասնատվել, թուլացվել, դա դրական զարգացում է։ Այլ խնդիր է, որ Հայաստանում նման փոփոխություն կատարելը նաև կարող է ընկնել երկրորդ կատեգորիայի մեջ, ինչը օրինակ մենք տեսանք Վրաստանում, որտեղ փոփոխություն կատարվեց նախկին նախագահ Սաակաշվիլի նախաձեռնությամբ, սահմանադրական փոփոխություններ, որ նրան հնարավորություն կտար իր իշխանությունը շարունակել, բայց այս անգամ արդեն ուժեղացած վարչապետի պաշտոնում։ Հայաստանի դեպքում իհարկե արդեն արձագանքներ եղել են նախագահական նստավայրից, որ նման ծրագրեր չկան, իհարկե սա դեռ չի նշանակում, որ չեն լինի, բայց իմ կարծիքով Հայաստանում նման փոփոխությունները միտված են ներկայիս հանրապետական իշխող կուսակցության դիրքերի ամրապնդմանը, որովհետև քաղաքական ընտրական համակարգ, որը թույլ կտա ընդդիմադիր կուսակցություններին նոր փոփոխություններին հօգուտ իրենց օգտագործել չի երևում։ Պարզապես մեկ պարզ պատճառով պետական ադմինիստրացիան այնքան ուժեղ է, որ արդար ընտրությունների հնարավորությունը թույլ է, շատ քիչ է։ Հենց արդար ընտրությունների մասին, երբ որ խոսք եղավ, իսկապես այսօր սահմանադրական փոփոխությունների ջատագովները անընդհատ վկայակոչում են Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, բայց կարծես ընտրությունների մասին խոսակցությունը մղվում է երկրորդ պլան, մինչդեռ ցանկացած հանրաքվե, ցանկացած ընտրություն, երբ որ չկա այդ ընտրության
քվեի նկատմամբ հանրային վստահությունը կարծես երկրորդական է դառնում։ Այս դեպքում ինչքանով կարելի է համարել սահմանադրության նկատմամբ հանրային վստահությունը կայացած, եթե ենթադրենք հանրաքվեով բնակչությունը գնաց եւ ասաց այո կամ ոչ։ Երբ այս խնդրի մասին խոսում ենք, իմ կարծիքով երկու տարբեր հարցեր կան։ Առաջինը բուն իրավաբանական փոփոխությունները, որոնց հետ ոմանք կարող են համաձայնել, ոմանք ոչ, գտնել թերություններ, որոնց մասին մենք հետո կարող ենք խոսել, եւ կա քաղաքական ասպեկտը։ Քաղաքական առումով թե սահմանադրական փոփոխությունը եւ թե ընդհանրապես ներկայիս քաղաքական իշխանությունների որոշումների նկատմամբ հասարակության լայն շրջանակները բացարձակ վստահություն չունեն։ Այսինքն ցանկացած քայլի հետևում նրանք փորձում են տեսնել երկրորդ իմաստ եւ սա դարձյալ նշան է, որ բացարձակ չեն վստահում իշխանություններին եւ նրանց մտադրություններին, որքան էլ որ նրանք ներկայացնեն իբրև բարի մտադրություններ եւ բարելավման փորձեր։ Այսօր քննարկման թեմաներից մեկն էլ այն է, որ հատկապես ընդդիմադիր կուսակցությունները անընդհատ շեշտադրում են, ընտրություններից հետո ընտրացուցակները պետք է հրապարակել եւ տեսնել, թե ովքեր են մասնակցել, որպեսզի այն համատարած ընտրակեղծիքները, որի մասին սովորաբար խոսում է, չլինեն։ Բայց իշխանության հակափաստարկն այն է, որ խախտվում է մարդկանց քվեարկության գաղտնիության իրավունքը։ Ընդհանրապես միջազգային ասպարեզում կամ հետխորհրդային տարածքում ձեր ուսումնասիրություններից ելնելով կան այս դեբատը եւ ինչ լուծումներ են առաջարկվում տվյալ դեպքում։ Իհարկե, այս դեբատը կա, որովհետև դա ընտրակեղծիքի հիմնական մեթոդներից մեկն է, այսպես կոչված գոյություն չունեցող հոգիների քվեարկությունը, կարուսելային քվեարկությունը, երբ որ նույն մարդիկ հիմնականում պետության ֆինանսավորման պտտում եւ քվեարկում են, եւ ԵԱՀԿ-ն օրինակ նման հարցերով զբաղվում է, առաջարկում միջոցներ կանխարգելելու այս արատավոր մեթոդը, կանխարգելելու ձևերից մեկը իհարկե լրիվ վերահսկողությունն է, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։ Ես ինքս չեմ տեսել դեպքեր, երբ որ լրիվ ընտրության մասնակցող քաղաքացիների ցուցակները հրապարակվեն, բայց վստահ եմ, որ քաղաքական կուսակցությունների, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների անդամների մասնակցությամբ կարելի է թափանցիկություն բերել այս հարցում։ Օրինակ, եթե կան կասկածներ, ոչ թե ամբողջ ցուցակն է հրապարակվում, այլ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը տեղամասում օրինակ կարող է այսպես կոչված կետային ընտրություն կատարել, այսինքն ցանկացած անհատի ընտրող եւ փորձել պարզել իսկապես այդ մարդը գոյություն ունի թե ոչ։ Ընդհանրապես հետխորհրդային տարածքում կան ընդհանուր խնդիրներ, ընտրությունների նկատմամբ հանրային անվստահություն, դատական համակարգի անկատարություն, եկամուտների անհավասար բաշխվածություն, անարդարություն, սոցիալական անջրպետ եւ այլն, ու կարծես այս խնդիրները ընդհանուր են։ Նաեւ իշխանության կողմից անընդհատ վերարտադրվելու մեխանիզմների կատարելագործում։ Ընդհանրապես այս սահմանադրության նոր նախագծի համատեքստում դիտարկելով ինչ վտանգներ կան, ինչ մեխանիզմներ կարող են գործել այդ վտանգների դեմ։ Փոփոխությունները, ինչպես ասացի, կարող են եւ դրական արդյունքի բերել, եթե լինի քաղաքական կամք իշխանությունների կողմից թույլ տալու, որ ազատ եւ անկախ ընտրություններ լինեն։ Եթե այդ ընտրությունները ազատ եւ անկախ չեն լինելու, ապա այդ դեպքում մենք կտեսնենք դարձյալ խեղված իրավիճակ, այսինքն կարելի է ունենալ հոյակապ սահմանադրություն, բայց իրականությունը չհամապատասխանի այս սահմանադրության դրույթներին։ Կարող ենք ունենալ բազմաթիվ կետեր սահմանադրության մեջ, որոնք ենթադրում են, որ դատական իշխանությունները պիտի անկախ լինեն, բայց իրականում դատավորներ կշարունակեն մնալ քաղաքական կապվածության մեջ։ Այստեղ գլխավոր
իհարկե էլեմենտը դա կոռուպցիան է եւ նեպոտիզմը, որը շատ դժվար է վերացնել, համենայն դեպս պատմության մեջ հազվադեպ են դեպքեր լինում, երբ որ իշխանությունները հանկարծ որոշում ինքնամաքրմամբ զբաղվել։ Հետխորհրդային շրջանի երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կոռուպցիան, նեպոտիզմը եւ այդ սերտաճումը քաղաքական եւ տնտեսական շահերի մի բուրգի մեջ այնքան ուժեղ է, որ դեռևս չեն եղել խաղաղ ձևով քաղաքական անցման տարբերակներ, թե Ուկրաինայում, թե Ղրղըզստանում, թե Վրաստանում եւ նույն Մոլդովայում, դրանք բոլորը տեղի են ունեցել հեղափոխությունների միջոցով, որոնք դարձյալ ոչ լրիվ դրական արդյունք են տվել, բայց որոշ արդյունքների հասցրել են։ Հայաստանի դեպքում ես չեմ տեսնում, թե ինչը կարող է ստիպել ներկայիս իշխանություններին կազմաքանդել իրենց իսկ իշխանական եւ տնտեսական բուրգը, այսինքն գնալ իրենց շահերին դեմ։ Ինչ վերաբերում է այս նոր փոփոխություններին, ապա սա կարող է պարզապես օգնել ներկայիս իշխող կուսակցությանը ամրապնդել իր դիրքերը։ Նման փոփոխությունները այլ հետխորհրդային երկրներում ցույց է տվել, որ օրինակ ընտրություններում սկսում են առաջնային դեր խաղալ տեղական փոքրիկ իշխան եւ իշխանիկները, որոնք ուժեղ ազդեցություն են օրինակ ռեգիոններում։ Հաճախ նաև բախումներ են լինում նախագահի եւ վարչապետի միջև, սրանք արդեն ներէլիտային բախումներ են, օրինակ Ուկրաինայի դեպքում եւ Յուլիա Տիմոշենկոյի, որ այն ժամանակ վարչապետն էր, Նանջային հեղափոխությունից հետո եւ Վիկտոր Յուշենկոյի միջև նման բախումներ եղան, որ պարալիզացրեց պետական կառույցը։ Այսինքն նույն պարլամենտական համակարգում եւս կարող են լուրջ խնդիրներ լինել, որովհետեւ տեքստը թղթի վրա դեռ ոչինչ չի նշանակում։ Պետք է քաղաքական կամք, հետևողականություն եւ համագործակցություն իշխանությունների եւ ընդդիմության միջև նման փոփոխությունները խաղաղ ճանապարհով ի կատար ածելու։ Ի վերջո մենք խոսում ենք ոչ թե փոփոխություն թղթի վրա, այլ ինստիտուտների կառուցման մասին։ Իսկ ինստիտուտներ կառուցել կարճ ժամանակում հնարավոր չէ։ Սրա մեջ պետք է ներգրավվեն բոլորը, որպեսզի այդ ինստիտուտները ապրելու հնարավորություն ունենան։ Ես որևէ նման էլեմենտ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունում չեմ տեսնում, այսինքն որևէ կոնստրուկտիվ քայլ, որ ստեղծե քաղաքական ընդդիմությունը եւ ես հատկապես ինքնեմ քաղաքացիական հասարակությունը, դրա անդամները եւ իշխանությունը հետաքրքրված են քաղաքական եւ հատկապես տնտեսական իշխանությունը կիսելու մեջ։ Ես նման քայլեր չեմ տեսնում ջանքեր, որ կստեղծեն ինստիտուտներ, որոնք կվերահսկեն անվտանգության մարմիններին, դատական մարմինների անկախությունը կապահովեն, ի վերջո բարելավեն մարդու իրավունքների պաշտպանությունը, խնդիր, որը ներառում է ոչ միայն խոսքի ազատությունը, օրինակ, այլ նաև տնտեսական պաշտպանվածությունը, ֆիզիկական պաշտպանվածությունը։ Սրանք բոլորը այն արատավոր երևույթներ, որ ստիպում է շատերին Հայաստանից հեռանալ։ Ավելի գլոբալ թեմայի գնացինք իհարկե, ինստիտուտները երկու ձևով կարող են ստեղծվել, իմ համոզմամբ, առաջինը, որ էվոլյուցիայի ընթացքում, երբ որ ընտրություններ են տեղի ունենում եւ աստիճանաբար ստեղծվում են ինստիտուտները, եւ երկրորդը, ինչպես ճիշտ նշեցիք, քաղաքական կամքի դեպքում, երբ որ իշխանությունը ինքը կամք ցուցաբերի ինքնամաքրվելու, ինքնաբուժվելու։ Լիլիթ, ամփոփելով, արդյոք կարող ենք ասել, որ Հայաստանում որևէ նշան կա, որ իշխանությունը գնում է ինքնամաքրման ճանապարհով, ինքը իր տնտեսական շահերը ստորադասելով պետության երկարաժամկետ շահերին, հաշվի առնելով նաև, որ սա գործող նախագահի վերջին ժամկետն է, արդյոք հնարավոր է, որ նա նման քայլ անի իրեն ավելի դրական, ինչ-որ դրական բան անելով իր կառավարման այսքան տարիների ընթացքում։ Սովորաբար նման փոփոխությունները, սրանք եւս հեղափոխական փոփոխություն են, պարտադիր չի, որ
հեղափոխություն լինի կամ մարդիկ զոհվեն։ Սրանք ինքնամաքրման, այդ մասշտաբի ինքնամաքրումը նույնպես հեղափոխական փոփոխություն է, որ ներառում է ոչ միայն սահմանադրական փոփոխություն, այլ լրիվ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական հայեցակարգի փոփոխություն։ Եթե Հայաստանում իսկապես նման շարժում լիներ վերևից ներքև, այսինքն նախագահական նստավայրից սկսվող մի շարժում, ապա մենք կտեսնեինք նաև նորամուծություններ կամ նոր մոտեցում տնտեսական քաղաքականության ասպարեզում, դատարանների քաղաքականացվածության վերջ տալու ասպարեզում, կոռուպցիայի դեմ ասպարեզում, նեպոտիզմի, որևէ նման զարգացում չկա։ Ավելին Հայաստանը վերջին 2 տարվա ընթացքում հետընթաց է ապրում գրեթե բոլոր ասպարեզներում։ Դրա համար ներկայ սահմանադրական փոփոխությունները եւս կասկածի տեղիք են տալիս, թե ինչու են հիմա անցկացվում, ինչի են հապճեպ անցկացվում, եւ արդյոք սա պարզապես քաղաքական մանևր է իշխող կուսակցության դիրքերը ամրապնդելու համար։ Իմ կարծիքով այո։ Հայաստանը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը բնականաբար այլ արժեքային համակարգի մեջ է հայտնվել, որտեղ որ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ հիմնարար իրավունքների մասին պատկերացումները այլ են։ Արդյոք այս իրավիճակը խթանում է իշխանության կողմից անտեսելու հանրության ընդհանրապես վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների եւ ընդհանրապես այն ամենի նկատմամբ, ինչ հանրությունը մտածում է։ Այո, Հայաստանը ընտրել է ոչ միայն տնտեսական անդամակցություն, այլ նոր քաղաքական փիլիսոփայություն, մաքսային միության եւ ավելի լայն Եվրասիական տնտեսական միության քաղաքական գաղափարախոսությունը կայանում է մի քանի կետերում։ Առաջինն այն է, որ հեղափոխությունները դրանք վատ են, հեղափոխությունով չի կարելի փոփոխություն կատարել, դրանք արևմուտքի գործակալների մուտք գործն են եւ պիտի վստահել իշխանություններին եւ ինչպես ասացիք, էվոլյուցիոն ճանապարհով աստիճանաբար հասնել փոփոխությունների։ Այս փիլիսոփայության համար կայունությունը, քաղաքական կայունությունը դա գերագույն արժեքն է։ Այլ խնդիր է, որ կայունությունը շատ արագ վերածվում է ճահճի եւ փտախտի, որը իհարկե չի քննարկվում այս կոնտեքստում։ Հայաստանը ընտրելով Եվրասիական տնտեսական միություն նաև ընտրել է իր քաղաքական օպոզիցիայի հետ վարվելու այս ճանապարհ, այսինքն որքան հնարավոր է միանձնյա քայլեր կատարել, եթե կարող են, եթե կա ընդվզում, արագ գործել եւ ճնշել քաղաքական ընդվզումները։ Իմ կարծիքով սա շատ վտանգավոր է, ոչ միայն քաղաքական կայունության առումով, այլ նաև տնտեսական առումով, որտեղ ավելի աղճատելու արդեն իսկ վատ տնտեսական կառույց ունեցող Հայաստանը թույլատնելու է մարդկանց տնտեսական իրավունքները եւ այո, վերջին 2 տարում Հայաստանի հետընթացը հենց պայմանավորված է այս նույն Եվրասիական տնտեսական միության անդամակցելով թե տնտեսական առումով եւ թե քաղաքական փիլիսոփայությունը որդեգրելու պատճառով եւ իմ կարծիքով մոտ ապագայում իրավիճակը ավելի է վատանալու դրա համար հենց նույն այդ կոնտեքստում վերջին սահմանադրական փոփոխությունները նորից որևէ իմաստ չունեն եւ որևէ լուրջ լավատեսական ակնկալիքներ հնարավոր չէ ունենալ, երբ որ կոնտեքստը ինքը բավականին բացասական է։ Շնորհակալություն Լիլիթ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, իմ հյուրն էր Լիլիթ Գևորգյանը, Լոնդոնում գտնվող IHS Global Insight ընկերության ավագ հետազոտող։ Մնացեք Civilnet-ի հետ։